Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, դիտեք այսօրվա ծրագրում։ Սյունիքի սահմանային հատվածներում գիշերը դարձյալ անհանգիստ էր, կրակոցները շարունակվել են։ Այսպես որ շարունակվեց, այլ ստեղ չեն մնա, տարել դուրս կգան գյուղի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ վերադարձել է մեծ եղեռն արտահայտությանը, Եվրամիության պատվիրակությունը խմբագրել է կայքում ցեղասպանություն ձևակերպումը։ Փոքր տնտեսվարողները շարունակում են պահանջել կասեցնել շրջանառության հարկի բարձրացումը։ Եթե այդ նոր օրենքի փոփոխությունը չի դիտարկվում այն տեսանկյունից, որ չեղարկվի, գոնե թե երկարաձգվի մինչև 26 թվականի հունվարի 1-ը։ Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 1 տարի է որևէ մեղադրյալ չկա։ Իշխանականները հրաժարվեցին քննել իրենց կուսակցի Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրողների նկատմամբ, էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ Չորրորդ անգամ Ռուսաստանում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը, Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու պայմանները։ Ցավալի մի լուր, որ քիչ առաջ հաստատվեց։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հաստատում է քննչական կոմիտեն, նշելով, որ քրեական գործ է հարուցվել, սակայն թե որ հոդվածներով առայժմ չի հրապարակվում։ Սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին տեղեկությունը հրապարակել էր Արմլուր լրատվականը։ Մինչև այս պահը, սակայն ոչ ազգային անվտանգության ծառայությունը, ոչ էլ պաշտպանության նախարարությունը այս մասին պաշտոնապես չեն տեղեկացրել։ Ըստ Արմլուրի, զինծառայողը մահացել է ականի պայթյունից Սյունիքում։ Այժմ էլ սահմանային իրավիճակի մասին։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված Սյունիքի 2 գյուղերում այս գիշերն էլ է անցել կրակոցների տակ։ Ավելի քան 1 ամիս է Խնածախում եւ Խոզնավարում լսվում են ադրբեջանցիների կրակոցները։ Սկզբում Պաշտպանության նախարարությունը նշում էր, թե դրանք թիրախային չեն, սակայն վերջին շրջանում ավելի ու ավելի շատ կրակոցներ են տների հասնում։ Մինչ այդ Պաշտպանության նախարարությունը ընդամենը 4 անգամ է անդրադարձել իրավիճակին։ Սյունիքի 2 սահմանամերձ գյուղերում այս գիշեր էլ հանգիստ չի անցել։ Կրակոցները շարունակվել են արդեն սովորական դարձած ժամերին, երեկոյան ժամը 22-ից մինչ լուսաբաց, պատմում են բնակիչները։ Խոզնավարում, որտեղ նախօրեին ադրբեջանական կրակոցից տներից մեկի պատուհանն էր վնասվել եւ միայն պատահականությամբ ոչ ոք չէր տուժել, ամբողջ գիշեր անկանոն կրակոցներ են լսել։ Մի հատ տունն ա եղել են պատուհանը, որ խփել են դա։ Հա, վերջին դեպքը դա է եղել։ Լույսը բացվելուն զուգահեռ ինքնաձիգները լռում են մինչ հաջորդ երեկո։ Ցերեկային ժամերին բնակիչները փորձում են հասցնել ավարտել իրենց բոլոր գործերը։ Գնում ենք աշխատանքի աշխատանքի գնալը որ նայ գյուղ տեղալ գյուղի մեր բնական գործով էլի։ Ցերեկը չեն կրակում, չի խանգարում էլի։ Նախորդ գիշեր տեղի ունեցած սահմանային միջադեպերի մասին ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմը պաշտոնապես չի հաղորդել։ Հայաստանի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրությունները թեև Խոզնավարում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին էին, բնակիչները պատմում են, գիշերներն ավելի լարված են անցնում հարևան Խնածախում, այնտեղ ավելի հաճախ են կրակոցներ լսում։ Խնածախում հաշվել են, կրակոցների ներքո են լուսացնում արդեն 1 ամիս եւ 4 օր։ Ժողովուրդը իր ծխամասները չեն գնում, վախենում են, արոտավար չկա, անասունները ծախում են։ Այսպես որ շարունակվեց, այլ ստեղ չեն մնա, տարել դուրս կգան գյուղի։ Չնայած խնածաղցիները կրակոցների մասին ահազանգում են ամեն օր, պաշտպանական գերատեսչությունը մինչ այս պահը գյուղի ուղղությամբ ադրբեջանական կրակի մասին պաշտոնապես 2 անգամ է հաղորդել, վերջինը շուրջ 2 շաբաթ առաջ։ Այս շաբաթներին պաշտպանության նախարարությունը հիմնականում ադրբեջանական կողմի իրենց դիրքերը թիրախավորելու մասին հայտարարություններն էր հերքում, յուրաքանչյուր նման հաղորդագրության մեջ կրկնելով հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկը։ Դեպքերը քննելու կոչ երեկ նաև վարչապետ Փաշինյանն արեց, դատապարտելով Խոզնավարում տան ուղղությամբ ադրբեջանական կրակոցներն ու Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները։ Անորոշությունն է, բան չա, դե վախենում են մարդիկ, չգիտեն ինչ անեն։ Մարդիկ չեն իմանում ոնց կլինի, ինչ կլինի, դասել մեզանից կախված է, վերևները պիտի իմանա, մենք ինչ իմանանք։ Սյունիքի 2 հարևան գյուղերի անհանգիստ գիշերների մասին կառավարությունում ոչ հաճախ են խոսում։ Գործադիրի վերջին նիստին կրակոցների մասին ոչ մի բառ չհնչեց։
Խնածաղցի կինը պաշտոնյաներին հրավիրում է իրենց գյուղ գոնե մեկ գիշեր այնտեղ անցկացնելու։ Ով էլ որ գա մեր գյուղացիները սիրով կընդունեն բոլորին էլ։ Մնան մի գիշեր տեսնեն ինչա կատարվում։ Չձայնագրվելու պայմանով բնակիչներից մեկն էլ պատմեց պաշտոնյաներին գյուղում չեն հանդիպում, բայց հաճախ Եվրամիության դիտորդական առաքելության մեքենաներն են տեսնում։ Շփվեցինք մեր բնակիչների հետ։ Իսկ մի քանի օր առաջ իշխանական պատգամավորներ Արսեն Թորոսյանի եւ Դավիթ Դանիելյանի իրենց գյուղ կատարած ցերեկային այցի մասին post factum են իմացել, համացանցում լուսանկարներ տեսնելով։ Իդեպ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը այսօր Բաքվում էր։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ասուլիսի ընթացքում նա հայտարարել է, թե Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների ամրապնդմանը, կայունության ապահովմանն ու խաղաղության համաձայնագրի կյանքի կոչմանը։ Նրա ադրբեջանցի գործընկերը մինչդեռ դարձյալ կրկնել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու եւ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջը եւ այլ մեղադրանքներ ուղղել հայկական կողմին, վտանգավոր համարել Հայաստանի զինումը եւ հանցագործություն որակել Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշներն այրելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր անվտանգության խորհրդի նիստ է գումարվել։ Կառավարության փոխանցմամբ պաշտոնյաները քննարկել են Հայաստանի անվտանգային եւ արտաքին քաղաքականության օրակարգին առնչվող հարցեր։ Արդյոք Սյունիքի սահմանամերձ գյուղերում ավելի քան մեկ ամիս հնչող կրակոցներն են նաեւ քննարկման առարկա դարձել, պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ վերադարձել է մեծ եղեռն ձևակերպմանը իր ուղերձում։ Նախորդ նախագահ Ջո Բայդենը մինչ այդ 2021 թվականից ցեղասպանություն տերմիններ կիրառում։ Մեծ եղեռն տերմինը առաջինը կիրառել է ԱՄՆ նախագահներից Բարակ Օբաման 2009 թվականին։ Թրամփը եւս իր առաջին նախագահության տարիներին դա էր օգտագործում։ Ուշագրավ է, որ Եվրամիության քաղաքացիական առաքելությունն էլ խմբագրել է սոցցանցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցի լուսանկարին կից գրությունը հանելով ցեղասպանություն բառը։ ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձել է մեծ եղեռն ձևակերպմանը։ Ապրիլ 24-յան իր ուղերձում 3 ԱՄՆ նախագահ Թրամփը չօգտագործեց հայոց ցեղասպանություն եզրույթը, նախընտրելով մեծ եղեռն տերմինը, այսօր X-ի գրառման մեջ պետքարտուղար Ռուբիոն։ Այսօր մենք ոգեկոչում ենք մեծ եղեռնը եւ հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տարապած հրաշալի հոգիների հիշատակը։ 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր աքսորվեցին եւ մահվան երթի դուրս եկան Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այսօր մենք ականատեսն ենք ողբերգությանը դեմ հանդիման հայտնված հայ ժողովրդի ամրությանն ու տոկունությանը։ Թե Թրամփը, թե Ռուբիոն տարածաշրջանային կայունությանն աջակցելու պատրաստակամություն հայտնեցին, ԱՄՆ նախագահը նաև պնդել է անհամբերեն շարունակելու նախորդ վարչակազմի օրոք Հայաստանի հետ հաստատված ռազմավարական գործընկերությունը։ Շուրջ 3 տասնյակ պետությունների ու միջազգային կառույցների շարքում Միացյալ Նահանգները հայոց ցեղասպանությունը ճանաչել է թե նախագահի, թե կոնգրեսի զույգ պալատների մակարդակով։ Ջո Բայդենը նախագահության ողջ շրջանում 2021 թվականից սկսած իր ապրիլ 24-յան ուղերձներում գործածել է հենց հայոց ցեղասպանություն տերմինը։ Նախագահ Թրամփի նահանջը հայոց ցեղասպանության ճանաչումից խայտառակ արտոնություն է թուրքական սպառնալիքներին, քրիստոնյա հայերի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի շարունակական ցեղասպանական ագրեսիան կանխելու պատասխանատվության ամոթալի չեղարկում։ Հայտարարել է Վաշինգտոնի հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Եթե Ամերիկայի հայ դատի հանձնախումբը դատապարտել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, կառույցի ղեկավարն էլ այն ճշմարտությունից միտումնավոր նահանջ որակել, Ամերիկայի հայկական համագումարը հայտարարությամբ կարծիք է հայտնել ապրիլի 24-ի նախագահի հայտարարությունը չի ենթադրում ԱՄՆ քաղաքականության փոփոխություն։ Թրամփն իր նախորդների նման ըստ հայտարարության օգտագործել է ցեղասպանության բառարանային այլ սահմանում։ Կովկասյան թեման ըստ Թրամփի վարչակազմի համար գոնե առայժմ չի ներկայացնում այն հետաքրքրությունը եւ այն նշանակությունը, որ ուներ Բայդենի վարչակազմի համար։ Առաջնահերթություններն են փոխվել ԱՄՆ նոր վարչակազմի հայտարարություններն, այսպես է բացատրում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Թրամփն իդեպ մեկ անգամ չի ասել, որ Թուրքիայի նախագահի հետ հրաշալի հարաբերություններ ունի։ Մենք տեսնում
տեսնում ենք, որ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ գործարքի տրամաբանությամբ է առաջնորդվում եւ փորձում է ինչ-որ բաներ պայմանավորվել, սա փոխում է նաեւ վերաբերմունքը Կովկասի հանդեպ, գոնե այս ժամանակահատվածում, եւ հետեւաբար նաեւ առաջնահերթությունների փոփոխությունը մենք տեսնում ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ այս եզրույթի օգտագործումից վերջ մնալու առումով։ Հակոբ Բադալյանը նույն Թրամփի պաշտոնավարումից հետո միջազգային հարաբերություններում առաջնահերթությունների փոփոխության համատեքստում է դիտարկում նաև Հայաստանում Եվրամիության առաքելության սոցցանցի էջում ցեղասպանություն բառի խմբագրումը։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցից լուսանկարներին կից այժմ գրված է. հարգանքի տուրք 1915-23 թվականներին զոհված հայերի հիշատակին, այնինչ մինչ այդ ցեղասպանության զոհերի հիշատակ էր։ Առաքելությունից այսօր հրաժարվեցին մեկնաբանել բառերի փոփոխությունը։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպան, Եվրամիությունը մեղմ ասած գոհ չէ ամերիկա-ռուսական երկխոսության ընթացքից եւ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները կարող է պայմանավորվել Ռուսաստանի հետ, եւ այս համատեքստում Եվրամիության համար բավական բարձրանում է Թուրքիայի նշանակությունը։ Եվ ես կարծում եմ, այստեղ խնդիրը հենց դա է, այսինքն ավելորդ առիթ չտալ Թուրքիայի ինչ որ սուր արձագանքի Թուրքիայի հետ հարաբերություններում թեկուզ փոքր կամ որևէ դրամաչափի ինչ որ լարվածության Թուրքիան հերքում է հայոց ցեղասպանությունը։ Պոլսահայերին հղացիր ուղերձում նախագահ Էրդողանը 3-20-րդ դարասկզբի իրադարձությունների պատճառ դիվերսիան ու համաճարակներ համարել։ Կարծիք էր հայտնել, թե չկամները փորձելով պատմությունից թշնամանք ստեղծել չեն հասել իրենց նպատակներին։ Թե մասնավորապես ում նկատի ուներ, չի մանրամասնել։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի իշխանություններն այլևս չեն համարում արտաքին քաղաքականության առաջնահերթություն։ Թեմայի շուրջ զրուցելու ենք Ամերիկայի Հայդատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջանի հետ։ Բարև ձեզ Էլիզաբեթ, շնորհակալություն մեր հրավեր ընդունելու համար։ Շնորհակալ եմ Դատիվիկա Սարիթին, որ խոսակցինք այս շատ կարևոր նյութին վերաբերյալ։ Ինչպես տեսանք, նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ վերադարձավ մեծ եղեռն ձևակերպմանը, արտահայտություն, որ անում էր իր առաջին նախագահության ժամանակ։ Տեսանք նաև Վաշինգտոնի Հայդատի գրասենյակը արդեն դատապարտել է։ Արդյոք սա էական հետընթաց կարելի է համարել եւ ինչով է պայմանավորված այս փոփոխությունը։ Շատ շիրակ է ստատևիկ Ամերիկայի Հայդատի հանձնախումբը խստորեն դատապարտեց նախագահին նահանջը ճշգրիտ ձևով ներկայացնելու հայական ցեղասպանությունը եւ կարեւոր է որ դատապարտվի հիմա եւ կանխվի աբակա այս տեսակի գեցվածքը, որովհետեւ գտեսնենք թե Հայաստանը այսօր հայ ազգը այսօր քոյութենական պայքարի մեջ է եւ այդ ժամանակին երբ որ գտեսնենք Ադրբեջանի եւ թուրքական կառավարությունը գշարունակե ունենալ իր Ադրբեջանի բարակային իր զորքերը Հայաստանի հողի վրա, երբ որ Ադրբեջանի կառավարությունը գշարունակե ուրեմն աբորինի փանդարկումներուն ենթարկել Արցախի կառավարական թեմքերը եւ ինչպես նաեւ այլ քաղաքապանդարգյալներ եւ ռազմակերիներ, երբ որ գտեսնենք որ հազիվ հիմա 2023-ին տեսանք ցեղասպանության շարունակությունը, էթնիկ զդումը, Արցախի ժողովրդի 120,000 հայ քրիստոնյաներուն, որոնք ստիպվեցան մեր բաբենական հողերը ցկել բռնի ցեղասպանական արարքներու պատճառով, հիմա ճիշտ սխալ ժամանակն է, որ լա Դոնալդ Թրամփը լա որևէ մեկ կառավարություն դերի դա բռնապետներու Ադրբեջանի կառավարության, թուրքական կառավարության որ մեժե հայական ցեղասպանությունը եւ այս ցեվով կանանչ լույսը դա այս բռնապետներուն, որ շարունակեն իրենց սպառնալիքները ընդեմ Հայաստանին, շարունակեն իրենց պայքարը ոչնչացնելու հայ ազգին եւ ուրեմն Հայաստանի ներկա Հայաստանը վտանգի տակ դնելու շարունակական այս տեսակի հարցակումներու, սպառնալիքներու եւ քոյութենական իրականություններու ուրեմն հիմա ժամանակն է ոչ միայն խստորեն դատապարտել, այլ նաև շարունակել մեր աշխատանքը, ընդլայնել մեր աշխատանքը ոչ միայն Ամերիկայի մեջ, այլ աշխարհի 4 կողմը, որովհետեւ կարողանանք ավելի գազմագերբված աշխատանք տանել ընդեմ հայկական ցեղասպանության մեժման աշխատանքներով։ Արդյոք այս փոփոխությունը, այս նահանջը արտահայտությունների Թրամփի կողմից արված ենթադրում է նաև, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է փոխվել։
Միացյալ Նահանգները իրականության մեջ վերջին 30 տարվան ընթացքին տեսած ենք, որ 50 նահանգները ամենալ ճանաչած են հայկական ցեղասպանությունը որպես ցեղասպանությունը, տեսանք 2019-ին, որ ներկայացական տունը չախչախիչ մեծամասնությամբ 405-ով 11 քվեարկությամբ անցուց հայկական ցեղասպանության բանացևը եւ ձերագույրը այդ ժամանակին միացայնությամբ անցուց։ Հստակ է Ամերիկայի ժողովրդի գեցվածքը ինչ է հայկական ցեղասպանության հարցի գծով, այս ժամանակին թշպախտապար նախագահ Թրամփը դեղի տվավ նահանջեց Ադրբեջանի կառավարության թուրքական կառավարության ճնշումներուն աշխատանքը պետք է դարվի որպեսզի ետ բերենք այդ ներգայիս վարչակազմը ճիշտ կողմին ճշմարտության այս հարցի մեջ, որպեսզի կարողանանք վստահեցնել, որ երբ որ Ամերիկան խոսի իրական խաղաղության մասին հարավային Կովկասին մեջ, երբ որ Ամերիկան խոսի զորակցիլ հայ քրիստոնյաներու այդ շրջանին մեջ, ընդդեմ էթնիկ զդումներու որ պատկամը հստակ լա ներգայիս այդ պատկամը ճշմարտաբար այս նահանջի պատճառով բողդորած է մենք պետք է փյուրեղացնենք եւ իրական իքորձի տնենք այդ գաբերը Ամերիկա-Հայաստան գաբերը եւ ադիգա գենթատրե աշխատանքը դանիլ որբեսի վերջ տանք ամերիկյան վարչակազմին այս նահանջին եւ ճշգրիտ ծավով ճնշումը տնենք որբեսի ճշգրիտ ծավով խոսին հայկական ցեղասպանության մասին։ Շնորհակալություն, զրուցում էի Ամերիկայի Հայդատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջանի հետ։ Շնորհակալ։ Երեք Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրուցելիս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հասունացել է պահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար։ Թե ինչպես են պատրաստվում մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները Փաշինյանին հեռացնել, Սարգսյանը չբացահայտեց։ Նրա աջակիցներն այսօր եւս այդ թեմայով փակագծեր չեն բացել։ Որն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հանրապետականի ծրագիրը, կուսակցությունից մանրամասներ չեն հայտնում։ Պատգամավոր Հայկ Մամիջանյանը միայն փոխանցեց, կուսակցության ղեկավարի ասածին ավելացնելու ոչինչ չունի։ Որ Փաշինյանին մինչ խորհրդարանական ընտրությունները հեռացնելու ծրագիր կա, երեք Ծիծեռնակաբերդում հենց երրորդ նախագահն էր հայտարարել, պնդելով, թե պահը հասունացել է։ Մենք առանց ծրագրի չենք գործում, այո, ունենք ծրագիր։ Բայց չեմ կարծում, որ այդ ծրագիրը հիմա իմաստ ունի հրապարակայնացնել։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը Փաշինյանին փողոցային պայքարի միջոցով հրաժարական պարտադրելու փորձեր անում են 2020-ի պատերազմից հետո, բայց հաջողության չեն հասել։ Վերջին փորձը, որի շուրջ համախմբվել էր ընդդիմադիր դաշտը, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժումն էր, որը եւս տապալվեց։ Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունենք հրաժարական Ինչու է Սերժ Սարգսյանը համոզված, որ այս անգամ Փաշինյանին հեռացնելու ծրագիրը չի ձախողվի։ Միգուցե հարցը հասունացված չէր, հիմա հասունացած է։ Այդ բոլոր շարժումները բերել են եւ հարցը հասունացրել են։ Եթե երեք Սարգսյանն ակնարկում էր փողոցային պայքարի մասին, այսօր նրա թիմակից Մամիջանյանը ուղիղ ասաց. իրենց քաղաքական ուժը համարում է, որ Փաշինյանին հեռացնելու ամենաիրատեսական ճանապարհը իմպիչմենտն է եւ իրենք պատրաստ են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Վարչապետին անվստահություն հայտնելու ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել падգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ը։ Միայն այն դեպքում, եթե միաժամանակ նոր վարչապետի թեկնածու են առաջադրում։ Ընդդիմադիր պատիվ ունեմը պատրաստվում է նման նախագիծ ներկայացնել եւ եթե այո, ով է լինելու վարչապետի թեկնածուն։ Որպես հավաքական տեսակետ պատիվ ունեմի կարող եմ ասել, որ մենք իհարկե համարում ենք, որ իմպիչմենտը դա իրավական առումով լավագույն լուծումն է Նիկոլ Փաշինյանից ազատվելու եւ միակ իրավական ճանապարհն է խորհրդարանի միջոցով, որպեսզի մենք կարողանանք Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնել եւ հեռացնել։ Բայց այս պահի դրությամբ մենք չունենք վարչապետի թեկնածու միասնական, որը որ կարող է կոնսոլիդացիա ապահովել նաեւ խորհրդարանում։ Վարչապետին անվստահություն հայտնելու հարցում ինչ դիրքորոշում ունի ընդդիմադիր Միուս Հայաստան խմբակցությունը։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը օրերս հայտարարել է. բաց են ցանկացած քննարկման համար։ Դա իշխանափոխության փուլերից, գործիքներից մեկն է եւ մեր պատկերացմամբ փողոցային շարժման փուլերից մեկն է։ Եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, ես ուզում եմ շեշտել,
պատրաստ ենք քննարկել։ Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։ Որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 падգամավորի համաձայնություն։ Իսկ նախագծի ընդունման համար 107 падգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի։ Իշխանական падգամավոր Ալխազ Ղազարյանը բացառում է, որ ՔՊ-ից ընդդիմադիրներին միացողներ լինեն։ Ինչպես տեսել եք, այսքան ժամանակ մեր խմբակցությունը ինչպես է աշխատել, ոչ մի խնդիր այդ առումով վստահաբար կարող եմ ասել խմբակցության падգամավոր, որպես որ խնդիր չենք առաջանա, բայց իրենց դեպքում են, որ ասում են թող փորձեն, թող համոզվեն եւս մեկ անգամ։ ՔՊԱ-կանը վստահեցնում է, չեն մտահոգվել Սերժ Սարգսյանի հայտարարությունից, թե իրենց հեռացնելու պահը մոտ է։ Վստահ է, Հայաստանում իշխանություն փոխելու միակ տարբերակը ընտրություններն են։ Տնտեսվարողները շարունակում են պահանջել կասեցնել տարեսկզբից գործող շրջանառության հարկի բարձրացումը եւ ապրանքային մնացորդը գույքագրելու պահանջը։ Հարկային փոփոխությունների դեմ բողոքող քաղաքացիներ այսօր դարձյալ հավաքվել էին կառավարության առջև, սակայն գործադիրից նրանց չարձագանքեցին։ Կառավարությունը աջակցության կես տարվա ծրագիր է սկսել առևտրականներին առաջարկելով վճարել ավելացված չափով, հետո դիմել եւ հետ ստանալ տարբերությունը, սակայն աջակցությունից օգտվելու համար գործարարները իրենց ապրանքային մնացորդի վերաբերյալ տեղեկություններ պետք է ներկայացնեն հարկայինին։ Տնտեսվարողները դժգոհում են փոփոխությունների հետևանքով քաշքշուկն ու թղթաբանությունն ավելանում է։ Կառավարությունից բացատրում են, թե շրջանառության հարկը բարձրացրել են, որ ստվերը կրճատեն, փոքրերին էլ խոշորանալու դրթեն։ Բայց փոքր տաղավարներում առևտուր անողները կարծում են, ոչ թե ստվերը, այլ իրենք են վերանալու վտանգի առաջ կանգնած։ Հուլիսի 1-ից ինչ ենք ասում, որ հաշվապահական ծառայություններ մատուցողները պիտի վճարեն 20% ավելացված արժեքի հարկ ու նաև պիտի վճարեն շահութահարկ։ Հաշվապահների վրա հավելյալ բեռ է առաջանալու եւ առավել նպաստավոր պայմաններ է ստեղծվելու ստվերում գործող հաշվապահների համար, ովքեր բնականաբար նախկինում չէին վճարում շրջանառության հարկ, հիմա էլ չեն վճարելու ավելացված արժեքի հարկ եւ կարողանալու են առավել մրցակցային գին առաջարկել, բնականաբար տնտեսվարողներն էլ գնալու են ստվերում գործող հաշվապահների ծառայություններից օգտվելու։ Մեր խնդրանք եւ առաջարկն է այն, որ եթե գոնե թե այդ նոր օրենքի փոփոխությունը պետք է ընդունվի, մենք առաջարկում եւ խնդրում ենք, որպեսզի այդ ամենը կատարվի երկարատև քննարկումների արդյունքում, եթե այդ նոր օրենքի փոփոխությունը չի դիտարկվում այն տեսանկյունից, որ չեղարկվի, գոնե թե երկարաձգվի մինչև 26 թվականի հունվարի 1-ը, որովհետև մինչ այդ երկար ժամանակ կունենանք քննարկումների, համապատասխան շերտերի հետ, եւ բացի այդ, եթե նույնիսկ այդ օրենքը ընդունվի, ավելացված արժեքի հարկը լինի տարբերակված կամ այլ տոկոսադրույքով կամ ազատված։ Ոչ մի հարց չեն լուծել, ուղղակի 6 ամիս ժամկետ են տվել, որպեսզի գույքագրենք, բայց գույքագրումը ինքը իրանով շատ բարդ գործողություն է, որը հասանելի չէ մեզ համար, նաև 10%-ով հիմա հարկերը վճարում ենք, եւ այնտեղ մեզ իբր աջակցություն նվազեցում են անում, ոչ մի նվազեցում չկա, ոչ մի օգուտ չկա, շատ բարձր հարկերով հարկվում ենք եւ նաեւ վտանգված ենք ու նաեւ տեսնում ենք, որ ինչպիսի հարձակումներ է լինում ԱԶ-ների վրա, խանութների վրա։ Ուրեմն ինքը ասում է գրեք ձեր ամբողջ ապրանքը, գույքագրեք, այդ ամեն ինչը ինչ ունեք, սա որը դոկումենտով կլինի, որը առանց դոկումենտա 10%, որը դոկումենտը կնվազեցվի կիջնի 1%, նախ 1% չի իջնում, 1% լինում է միայն մեր ներդրած գումարը։ Նրանից հետո անկախ ամեն ինչից մեր եկամուտները, որ դրանից մուծում ենք տեղի հարկ, աշխատավարձ կամ ինչ-որ բաներ, դրանք գնում են մեր եկամտից։ Գույքագրման դեպքում, իրանց այս օրենքի դեպքում մինիմալ այդ որ դոկումենտով 3.5% կանգնելու է, բնականաբար 3.5% կանգնելու է, ու եթե դոկումենտ չունես, այլ նրանից հետո, հունիսի 1-ից հետո, եթե դոկումենտ չունես, ինքը մտնելու է ստուգման եւ 20%, ապրանքը գնահատելու է ինքը ոչ թե դու 20% հարկադնելու, եթե տարվա մեջ երկրորդը եղավ, ապրանքի 50%-ը։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 1 տարի է որևէ մեղադրյալ չկա։
Իշխանականները հրաժարվեցին քննել իրենց կուսակցի Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրողների նկատմամբ, էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի։ Չորրորդ անգամ Ռուսաստանում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնացը, Պուտինի հետ քննարկել է Ուկրաինայում պատերազմը կանգնեցնելու պայմանները։ Բաքվում շարունակվում են հայ գերիների դատավարությունները բազմաթիվ ծանր մեղադրանքներով եւ առանց անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ իրավապաշտպանների։ Բաքվի դատարանում 390-ականներին Շուշիի գրավմանը նախորդած իրադարձություններն էին հիշել։ Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանն էլ Երևանում հիշելու շատ բան ունի, այդ օրերի ականատեսն է։ Նրա կարծիքով այժմ կեղծ դատավարությամբ Բաքուն ուզում է ինքնապաշտպանությունը ներկայացնել իբրև ահաբեկչություն։ Было продолжено открытое судебное заседание по... Բաքվի զինվորական դատարանում նորանոր ադրբեջանցիներ են հայտնվում Տուժողի, վկայի, զոհի իրավահաջորդի դերերում։ Շուշիի միլիցիոներ Ալեկ Բերովը, Շուշիում ծնված ու Էջմիածնում ծառայած Զեյնալովը, բազմաթիվ այլ ադրբեջանցիներ, որ հայտարարում են, թե լավ ճանաչում են Բաքվի դատարանի առջև ծանր մեղադրանքներով կանգնած հայ գերիներին, Արցախի նախկին պաշտոնյաներից մինչև Հարազատ գյուղից փախչել չհասցրած ու գերեվարված խաղաղ բնակիչներ։ Согласно изученным государственным обвинителями դոկումենտам Նախորդի դատական նիստի մանրամասները ադրբեջանական Ազերթաչ լրատվականն է փոխանցում։ Նիստի վերաբերյալ այլ տեղեկատվություն չկա, որովհետև Բաքվի դատավորներից, մեղադրողներից, տուժողներից ու հայ գերիներից բացի այդ նիստերին որևէ մեկը հետևել չի կարող, որևէ իրավապաշտպան կառույց կամ անկախ լրատվամիջոց։ Ըստ Ազերթաչի 90-ականներին Շուշիի գրավմանը նախորդած իրադարձություններն են քննվել դատարանում։ Մեղադրողը փաստաթուղթ է ներկայացրել այն մասին, որ 92-ի հունվարի 28-ին հայերը Աղդամից Շուշի ուղևորվող ուղղաթիռ են կործանել։ Իսկ մինչև այդ ինչեր են եղել հռետորական հարց է հնչեցնում Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, որ այդ օրերի ականատեսն է։ Հիշում եմ, երբ որ մեր հերոսամարտի մասնակցածներին զոհվածներին էին հողարկավորում Ստեփանակերտում, քանի որ քարին տակում հնարավոր չէր, որովհետև 24 ժամյա կրակոցներ էր, Լեռնաշղթայից կրակում էին գյուղի վրա, գերեզմանն էր հենց Լեռնաշղթայի տակ էր, հիշում եմ, որ այդ օրը ոնց որ երբ որ աղջիկ երեխա կար զոհված, կին կար զոհված, այդ էլ պատերազմի մասնակիցներ չէին եղել։ Հենց դրա պատասխանն է եղել, որ ամսի 28-ին հենց այդ հողարկավորման ժամանակ իրենց այդ ուղղաթիռը մերոնք բանն խփել է։ Ըստ Արծվիկ Սարգսյանի դա մեղմ պատասխանն էր այն ամենի, ինչ պարբերաբար տեղի էր ունենում նախորդ հողամիսներին Ստեփանակերտից Քարինտակ ուղևորվող կամազում կոլխոզի աշխատողներն էին հարձակման ենթարկվում։ Արձակվել են ու բոլորին 3-4 հոգու սպանել են մեքենայի մեջ։ Ականջները կտրել, գյուղապետի ականջները կտրել։ Հացի ծխախոտի հերթ կանգնած մարդկանց վրա արկեր էին ընկնում։ Ահագին մարդիկ են զոհվել, երեխաներ են զոհվել, այդ իրենք ինչի չեն ասում։ Բաքվի պետական լրատվամիջոցը գրում է նաև, թե ջարդեր են եղել Շուշիին հարակից Մալիբեյլի ու Ղուշչուլար գյուղերում։ Այդտեղ բնակիչներ չեն եղել, այդտեղ ֆերմաներ ա եղել, կարելի ասել չոբաններ են եղել, չոբաններ են բանալ։ Այդտեղ էլ հնարավոր չի եղել, որ ինչ որ կոտորած բան լիներ։ Ըստ դատարան եկած մի ադրբեջանցու, հայերը ադրբեջանաբնակ գյուղերի ջրատարներն ու էլեկտրագծերն էին պայթեցնում, իսկ հայաբնակ գյուղերում ոչ էլ հոսանք կար, միայն թունավորված ջուրեր, հիշում է Սարգսյանը։ Իրենք են որ թունավորում էին Ստեփանակերտի ջուրը, խմելու ջուրը թունավորում էին, ինչի դրա համար չեն մտածում։ Էլխան Ալեկբերովը դատարանում պատմել է, թե հայերը Շուշին գրավել ու խաղաղ բնակիչների համար միջանցք չեն բացել։ Ֆիրուզա անունով մի ադրբեջանուհի սրտի կաթվածից մահացել է։ Սուտ է խաղաղ բնակիչները հեռացել են տեղափոխելով նաև իրենց գույքը, հակադարձում է Արծվիկ Սարգսյանը։ Քարինտակի տղաները կանգնած են եղել այդ միջանցքի բանն էին ասում ու հրաման կար այն ժամանակ մեր կոմանդոսից, այսպես ասած, հրաման կար, որ ոչ մեկը չկրակի, ոչ մեկը թող այդ ավտոմեքենաները բանով իրենք դուրս էին գալիս։ Իրենք գնացին, դա ոչ մեկը չի խանգարել։ Դատարանում նաև Սահիբ Սարիև անունով շուշեցի մի ականատես է ելույթ ունեցել, որ պնդել է, թե Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին ու Արկադի Ղուկասյանին լավ է ճանաչում։ Իր վրա են հարձակվել քարերով, փայտերով, երկաթե կտորներով։ Սարքած գործ Բաքվի լրատվամիջոցի տարածած այս ամբողջ պատմությունը այսպես է որակում Շուշիի նախկին քաղաքապետը։ Այն ժամանակ ոչ Բակո Սահակյանն է դրա մասնակցել, ոչ Արկադի Ղուկասյանն է մասնակցել, Արայիկ Հարությունյանը ջահել է եղել, կարելի ասել չի մասնակցել։ Նմանապես դա ուղղակի զուտ մեղադրանքներ է, որ
դնում են մարդկանց վրա, որպեսզի կարողանան արդարան անել, որ այսպիսի գործեր են կազմակերպել։ Սարգսյանի կարծիքով Բաքվի ուզածը հայ գերիներից Արցախի նախկին նախագահներից մինչև մոլորված գյուղացիներ, ահաբեկիչներ կերտելն է։ Իշխանական պատգամավորներն այսօր մերժեցին քննել իրենց կուսակից Անդրանիկ Քոչարյանի պահվածքը լրագրողի նկատմամբ։ ԿՊԱ-ականները պետաիրավական հանձնաժողովում դեմ քվեարկեցին էթիկայի հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկին։ Ինչպես պնդեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, այլ պատգամավորներ են էթիկայի կանոններ խախտել, բայց նրանց հարցով էլ նման հանձնաժողով չի ձևավորվել, հետևաբար Անդրանիկ Քոչարյանի դեպքում էլ դրա կարիքը չեն տեսնում։ Մեկ ամիս առաջ Պաշտպանության հանձնաժողովի նախագահը ճեպազրույցի ժամանակ լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանից պահանջել էր հեռանալ իր կողքից, պնդել թե նա խանգարում է իրեն, սպառնացել չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ մյուս լրագրողներին, վերջում էլ մեկնաբանություններ արել լրագրողի շուրթերի մասին։ Հետո պնդել էր, թե ինքը պարզապես ուրիշին է մեջ բերել եւ վիրավորելու նպատակ չի ունեցել։ Դոգմա կանունով եւ հայհոյախառն սկանդալային եթերներով հայտնի Վարդան Ղուկասյանի հերթական դատը Միացյալ Նահանգներում այսօր է, մինչ այդ նրա աջակիցները հավաքվել էին ԱՄՆ դեսպանատան մոտ պահանջելով նրան ազատ արձակել։ Նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է Միացյալ Նահանգներում փետրվարի 20-ին միգրացիոն կարգը խախտելու համար։ Նրան 2023-ից մի շարք մեղադրանքներով որոնում են նաեւ Հայաստանի իրավապահները եւ ամերիկյան դատարանը պետք է քննի նաեւ նրան արտահանձնելու հարցը։ Անձրև լինի, կարկուտ լինի, թե կիզիջարև միևնույն է, Վարդանի համար պետք է գանք։ Եկել ենք ասենք, որ լինի անձրև, թե կարկուտ, դուք ավելի եք, պրինցիպ եք գծում ժողովրդին, որ կանգնենք մեր առաջնորդի կողքին։ Դոգմա կանունով Վարդան Ղուկասյանի աջակիցներն ու կուսակցության անդամներն այսօր դարձյալ հավաքվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առջև, պահանջելով Միացյալ Նահանգների դատական իշխանությունից օրինական վճիռ կայացնել եւ ազատ արձակել Ղուկասյանին։ Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Ավելի քան 2 ամիս անազատության մեջ գտնվող Վարդան Ղուկասյանը ԱՄՆ-ի մաքսային եւ միգրացիայի վարչության համաձայն ձերբակալվել է փետրվարի 20-ին միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։ Միգրացիոն կարգը խախտելուց բացի Լաս Վեգասի դատարանը պետք է քննի նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված շորթման բռնության կոչերի դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Ավելի վաղ կայացած դատական նիստում ամերիկյան դատարանը մերժել էր Դոգ կուսակցության ղեկավարին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը։ Վստահում ենք Ամերիկայի օբյեկտիվ եւ արդարադատ դատավարությանը եւ դա կլինի արդյունքը ինձ թվում է 5+-ը։ Իօքուտ Վարդան Ղուկասյանի։ Լիահույս եմ, որ Ամերիկայի նման երկիրը արդարադատություն կունենա եւ արդար դատ կվարի Վարդան Ղուկասյանի համար։ Դա ասում են Ամերիկան արդար երկիր է, այնտեղ արդարադատություն կա։ Ուրեմն պետք է ինքը իր օրենքը տրորի, մենք եկել ենք աչակցելու, որ իրան անհիմն են ձերբակալե ու մենք բոլորս իր կարիքն ունենք։ Մեր Հայաստանի բոլոր ստապ հայերը Վարդան Ղուկասյանի կարիքն ունեն։ Այդ ոնց եղա, որ բոլորը կարող են այնտեղ ապրել, այնտեղ մնալ, հենց թեկուզ խախտելով միգրացիոն օրենքները, բայց Վարդանին չի կարելի։ Հենց ինքը պետք է մնա թեկուզ ընդերից մեզ ղեկավարի։ Ինքը այն մարդն է, սրանց պես չի, որ ախրարաներով մանգա, վախկոտ, ինքը որտեղ է լի, ուր է լի, ինքը թաթերի վրա կայնում է, ինքը մեր կողքին է։ Ինքը հազարավոր միլիոնավոր կիլոմետրեր ստեղ օվկիանոսից են կողմ, ինքը կառավարում է ու ժողովուրդը իրան լսում է։ Մենք հավատում ենք, Աստված այդքան դաժան չի, որ առանց Վարդանի մեզի թողի։ Լաս Վեգասի դատարանում հերթական նիստը նախատեսված է այսօր Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին։ Դոկուսակցության նախագահ Անուշ Խուդաբերդյանն ասաց, թե չի բացառվում, որ այն հետաձգվի։ Նախորդին իդեպ Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարություն էր տարածել, նշելով, թե նրա ԱՄՆ-ի փաստաբանները պատրաստ չեն այսօր նշանակված լսումներին, հաշվի առնելով փաստերի, ապացույցների եւ թարգմանությունների մեծ ծավալը։ Փաստաբանը առաջնային էր համարել Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննարկումը։ Փաստաբանական խումբը ամբողջովին այդ մեծ ծավալին չի տիրապետում, դեռ կեսն է ծանոթացել, միգուցե հետաձգվի։ Հնարավոր համարում եք, որի վերջում նրանք արտահանձնեն Հայաստանի իշխանություն։
Դե գիտեք, 5 ժամ չի տևի նրան վերացնելը, դու գիտեք, բայց չեն արտահանցնելու։ Եթե արտահանցնեն, արդեն դրա ժամանակը անցել է, պետք է որ արդեն առաջի 2-3 դատերից արտահանցնեն։ Սպասում ենք ձեզ, անհամբեր։ Այսօր ի դեպ Դոկ կուսակցության ղեկավարի ծննդյան օրն է։ Նրա 48-ամյակի կապակցությամբ աջակիցներն ու կուսակիցները Վարդան Ղուկասյանի լուսանկարով տորթ էին բերել դեսպանատան մոտ։ Այսօր իմ ծննդյան օրն էլ է, ես հյուրեր ունեմ տանը, բայց բոլորին ասել եմ այսօր չէ։ Ես այսօր ուզում եմ իր հետ իմ ծննդյան օրը նշեմ։ Իմ մեծ ամենամեծ նվերը իր ազատումն է, իր ծննդյան օրը շնորհավորելը։ Եվ այսպես մեր այսօրվա հաղորդումը Շատերը բարեմաղթանքներին զուգահեռ կարոտով նաև հիշում էին Ղուկասյանի ուղիղ եթերները եւ նշում, որ ստիպված վերանայում են հին հաղորդումները։ Շատ ծանր եմ տանում, շատ վատ եմ տանում, կարծես օդը կանգնած է իմ համար։ Ես մի բան ասեմ, ես նորից նույն հաղորդումները դնում նայում եմ, կրկնում եմ, նորից նայում եմ, կարոտում եմ։ Ընդդիմադիր ակտիվիստ Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործով 1 տարի է որևէ մեղադրյալ չկա։ Ինքը Վարդանյանը 1 տարի առաջ ավտոբուսում վիրավորական արտահայտություններ էր արել, այն ժամանակ դեռ իշխող խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին, ինչից հետո ձերբակալվել էր։ Դեպի քննչական կոմիտե ճանապարհին ոստիկանության մեքենան կանգնել էր, ոստիկանները դուրս էին եկել, փոխարենը դիմակավորված անձինք ծեծել էին ընդդիմադիր ակտիվիստին։ Ապրիլի սկզբին Սամվել Վարդանյանին խուլիգանության համար մեղավոր ճանաչեցին։ Նրան ծեծողները սակայն մինչ օրս հայտնաբերված չեն, ուղեկցող ոստիկանները պատասխանատվություն չեն կրել։ Այսօր խորհրդարան եկած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այս գործի մասին հարցեր են ուղղել։ Հիմա որքանով է օրինական, որ 1 տարի շարունակ այդ զինված բանդիտները, ովքեր որ մահակներով զինված են եղել, դիմակավորված Երևանի բանուկ թաղամասում հարձակվել են ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացու վրա, խոշտանգել ծեծել են ու ոչ մեկ չգիտի ովքեր էին, չեն կարողանում բացահայտել։ Էսա օրինական քննությունը։ Մենք դեռևս չենք ստացել փորձաքննությունների եզրակացությունները։ Եվ այս ձգձգվող փորձաքննությունները շատ հաճախ այդ ինձ ուղղված սուր հարցադրումների պատճառներն են եւ ձեր կողմից նշված վարույթն էլ դեռևս 2 առանցքային փորձաքննություն կա, որի եզրակացությունը ստանալուց հետո նոր հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել եւ հարցադրումներին պատասխանել։ Ազգային անվտանգության ծառայությունը քիչ առաջ հաստատեց Սյունիքում սահմանապահ զորքերի զինվորի մահվան լուրը չբացահայտելով նրա անունը։ Ըստ գերատեսչության դեպքը տեղի է ունեցել այսօր, ժամկետային զինծառայող ԱԱ-ն ըստ նախնական տվյալների իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք մահացել է։ Այլ տեղեկություններ չեն հաղորդվում։ Հաղորդագրությունից պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է զինվորը զոհվել իրեն ամրակցված զենքից։ Այս տարվա ընթացքում սա զինվորի մահվան 3-րդ դեպքն է։ Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների թվով շատ վատ վիճակում է։ Վիճակագրության համաձայն անցած 2 տարիներին ճանապարհներին ավելի քան 700 մարդ է զոհվել։ Որն է այս ցավալի վիճակագրության պատճառն ու ինչ անել, որևէ ուսումնասիրություն կամ ռազմավարություն չկա, բայց Գյումրիում օրինակ նկատել են, որ չափազանց վտանգավոր է փողոցներից մեկի հետիոտնային անցումը, որտեղ անընդհատ վթարներ են տեղի ունենում։ Այսօր բողոքի ցույցեր գյումրեցիները պահանջում էին այդ հատվածում անվտանգ լուծում գտնել։ Տրանսպորտային հաճախակի պատահարները Գյումրիի ամենաբանուկ Սայաթ-Նովա փողոցում ստիպել են տեղի դրամատիկական թատրոնի ու հարակից խանութների աշխատակիցներին այսօր բողոքի ակցիայի դուրս գալ։ Այս անցումի վրա ամեն օր թիկել եք դերակ, վտար ամեն օր մեքենայի տակ վրա էր կամ լուսացույց տրվի կնոպկով, որովհետեւ քաղաքացիները անվտանգ հատեն փողոցը։ Այստեղ ոչ թե զեբրայի հանելու խնդիրն է, այլ ավելի շուտ ինչ որ կարգավորում կամ վերանցումային ինչ որ նախագիծ կամ արգելագող ինչ որ բաներ կամ լուսացույց, ինչ որ հարցի լուծում վերջապես։ Այս շաբաթ միայն 2 վրաերթ է տեղի ունեցել Սայաթ-Նովա փողոցի հետիոտնային անցման հատվածում, որքան էլ տարօրինակ թվա, բայց մարդկանց անվտանգության համար նախատեսված անցումն իրականում ավելի վտանգավոր է, պնդում է ակցիայի նախաձեռնողներից Արամ Գրիգորյանը։
Մաշտը բարձրագույն արժեք է ըստ մեր սահմանադրության, իսկ բարձրագույն արժեքը այստեղ 5 րոպե մեկ վթարի է ենթարկվում, վտանգի է ենթարկվում։ Նույնիսկ մենք մահվան զեբրա ենք դրել սրա անունը։ Երեք երկու մանկահասակ երեխաներ էին այստեղ վրաերթի ենթարկվել, նրանք բարեբախտաբար թեթև մարմնական վնասվածքներ էին ստացել։ Մեքենայի ղեկին ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եղբայրն է եղել։ Ակցիայի նախաձեռնողները վստահեցնում էին, ոչ թե վարորդի ով լինելու համար էին ճանապարհը փակել, այլ որ խնդրին հրատապ լուծում տրվի։ Սա գլոբալ խնդիր է։ Երեկվա վարորդը չէր, այլ մեկ այլ վարորդ էր, 5 օր առաջվա վարորդներ, մի ամիս առաջվա վարորդներ ու այսպես շարունակ վարորդներ։ Այսինքն կարևոր չի վարորդնով է, այստեղ պետք է կարևոր լուծում գտնել, որովհետեւ այդ խնդիրները չունենանք մենք։ Գյումրիի այսօրվա ակցիային միացած դրամատիկական թատրոնի աշխատակիցները փաստեցին, հատկապես ներկայացումների օրերին շատ վտանգավոր է դառնում հանդիսատեսի համար թատրոն հասնելը։ Այն օրը էլի մեր երեխան ընկավ մեքենայի տակ։ Մեկ վեճ չկարելի է այստեղ ինչ որ մի բան ըմտնել, սվետաֆոր տնեն, մարդիկ նորմալ անցնի դառնան։ Հնարավոր չէ։ Կխնդրենք այդ հարցը բարձրացնեք, թող իմանան ինչ կկատարվի։ Պես օր չկար, այստեղ դեպք չեղնի։ Մեր նույնիսկ թատրոնի աշխատողին խփեցին մեքենայի տակ, կոտրված ստացավ, մարդը 2 ամիս հիվանդանոց բարգավ։ Մի քանի դեպքեր եղել է եւ հանդիսատեսի հետ կապված դեպք եւ անցորդի դեպք։ Այսպես կես դուրս կես կատակ ասեմ, որ այստեղից անցնելիս խաչակնքվում ենք, նոր անցնում ենք։ Իսկ մենք չգիտեմ ում ենք դիմում, այսինքն պատգամ մարմիններին եւ խնդրանք ինչու՞մ է, որ պարտադիր պիտի դժբախտ դեպք լինի, որ մենք բոլորս մտահոգվենք, պիտի լուծում գտնեն այն մարդիկ, այսինքն մասնագետները, ովքեր իրավասու են եւ կարողանան լուծվի, որովհետեւ ես վստահ եմ շարունակական բնույթ է կրում եւ չեմ կարող միանշանակ ասել, որ այստեղ վարորդներն են մեղավոր կամ հետիոտը, բայց խնդիր կա, որովհետեւ անընդհատ այստեղ լինում են դեպքեր։ Պատահական անցորդներից մեկն էլ մոտեցավ ու պատմեց այդ նույն հատվածում իր հետ տեղի ունեցածը ու լուծում պահանջեց։ Մենք իմանայք սիտուացիան ու այսպես 100 անգամ օրը դեպքեր գիտեմ, որ նաև լետալնի իսխոդ են ունեցել, ուստի մեր ժողովրդի միտքը որն է, որպեսզի սա ինչ որ օպոզիցիոն կամ իշխանական պայքար չէ, սա ուղղակի քաղաքացիների շահերից ձեռքվող բան է։ Հարգելի կառավարություն, խնդրում եմ լուծեք այս հարցը։ Ճանապարհը մոտ 10 րոպե փակ մնաց, տարածք այցելած ոստիկանները լուծում առաջարկեցին։ Կմիշնորդենք հետուտային անցման համար նախատեսված լուսացույց կտեղադրվի։ Դիմումն այսօր արդեն քաղաքապետարան կուղարկեն, որտեղից էլ համայնքային ոստիկանություն, բայց նախկին անպատասխան բողոքներն աչքի առաջ ունենալով մտավախություն ունեին, որ այս անգամ էլ հարցը չի լուծվի։ Հայաստանը ճանապարհային պատահարների տխուր վիճակագրություն ունի, պաշտոնական թվերով անցած տարի գրանցվել է 4314 վթար, զոհվել է 333 մարդ, վիրավորվել ավելի քան 6000-ը, 2023-ին 379 զոհ է եղել։ Ըստ այս վիճակագրության գրեթե ամեն օր Հայաստանում մեկ մարդ է զոհվում վթարից։ Չնայած այս հանգամանքին կառավարությունը խնդիրը լուծելու հաստատված ռազմավարություն դեռ չունի։ Մերձ Մոսկովյան Բալաշիխա քաղաքում այսօր առավոտյան մեքենայի պատյունի հետևանքով մահացել է Ռուսաստանի զինված ուժերի գեներալ Յարոսլավ Մոսկալիկը։ Լուրը հաստատել է Ռուսաստանի քննչական կոմիտեն, գերատեսչության համաձայն զինվորականը զբաղեցնում էր Ռուսաստանյան բանակի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալի պաշտոնը եւ ուներ գեներալ լեյտենանտի կոչում։ Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով, տեղի ունեցածի նախնական վարկածներ դեռևս չեն շրջանառվում։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց արդեն 4-րդ անգամն է Ռուսաստանում, որտեղ հանդիպել է Ռուսաստանի նախագահի հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցով։ Թե ինչ առաջարկներ են քննարկվում, Reuters-ն է գաղտնազերծել, դրանց թվում են հրադադարը շփման գծի հիման վրա եւ Ուկրաինային տրվող նահանգների անվտանգության երաշխիքները։ Կիևի քաղաքապետն արդեն սկսել է զգուշավոր խոսել տարածքային հնարավոր զիջումների մասին։ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Կրեմլում այսօր հանդիպում է Ռուսաստանի նախագահի հետ, քննարկելու նաև Ուկրաինայում հրադադար հաստատելու հարցը։ Հանդիպմանը մասնակցում են նաև Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն ու Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, ում հետ Ուիթքոֆը հանդիպել էր այսօր ավելի վաղ։ Սա Ուիթքոֆի 4-րդ այցն է Ռուսաստան, վերջին անգամ նա Պուտինի հետ հանդիպել էր անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգում։ Մոսկվայի հանդիպմանը զուգահեռ Դոնալդ Թրամփն ասել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ բանակցություններն առաջ են ընթանում եւ մոտ են կարգավորմանը, թեև իրավիճակը մնում է փխրուն։ Մինչ այդ Միացյալ Նահանգների նախագահը պնդել էր, թե Ռուսաստանը բավական մեծ զիջում է անում, չգրավելով ամբողջ Ուկրաինան։ Միաժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել է,
է, որ Վաշինգտոնը մեծ ճնշում է գործադրում Մոսկվայի վրա, այլապես Պուտինը չէր սկսի բանակցել։ Թրամփն նաև ասել է, որ Ուկրաինան շատ տարածքներ է կորցրել եւ կոնկրետ Ղրիմը հետ բերելը շատ դժվար կլինի։ Մենք մեծ ճնշում ենք գործադրում Ռուսաստանի վրա։ Հակառակ դեպքում նախագահ Պուտինը հիմա չէր բանակցի։ Կարծում եմ նա ուզում է գործար կնքել։ Մենք դա շատ շուտով կիմանանք։ Այս ֆոնին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ ճնշման տակ Ուկրաինան գուցե ստիպված լինի որոշ տարածքներ զիջել հանուն խաղաղության։ Սցենարներից մեկը տարածքների զիջումն է, դա արդար չէ, բայց խաղաղության համար ժամանակավոր խաղաղության գուցե դա կարող է լուծում լինել, ժամանակավոր։ Ռուսաստանի արտգործնախարարն իր հերթին ամերիկյան CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել, սակայն դրա որոշ տարրեր ճշգրտման կարիք ունեն։ Սերգեյ Լավրովն ասել է, որ Թրամփը թերևս միակ առաջնորդն է, որն ընդունում է, որ նախ պետք է լուծել հակամարտության առաջացման պատճառները, որոնցից գլխավորը ՆԱՏՕ-ին Ուկրաինայի մերձեցումն էր։ Մենք շարունակում ենք շփումներն ամերիկյան կողմի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Կան մի քանի նշաններ, որ վկայում են, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Ուկրաինացի ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խարան Ազատության նստաշեվրեմե հեռուստաալիքին ասել է, որ այնինչ Թրամփը ուկրաինական կարգավորման հարցում համարում է մեծ հաղթանակ, բոլորովին էլ այդպես չէ։ Ըստ նրա Ռուսաստանը զիջումներ չի անում եւ Պուտինին առաջարկվում է գրեթե այն, ինչ նա ցանկանում էր, իսկ Ուկրաինային փաստացի ոչինչ չի առաջարկվում։ То, что Россия не способна захватить всю Украину и изменить власть в Украине, это абсолютно очевидно. Միանգամայն ակնհայտ է փաստը, որ Ռուսաստանն անկարող է գրավել ամբողջ Ուկրաինան կամ փոխել կառավարությունն Ուկրաինայում, եւ դա շուտով չի փոխվելու։ Это не означает, что есть какие-то перспективы победы военной Российской Федерации над Украиной. Այսօր իդեպ Reuters-ը հրապարակել է կարգավորման վերաբերյալ Փարիզում Միացյալ Նահանգների եւ Լոնդոնում Ուկրաինայի ու եվրոպական երկրների ներկայացրած առանձին առաջարկները։ Ըստ ամերիկյան տարբերակի նախ հաստատվում է մշտական հրադադար, կողմերն անմիջապես սկսում են բանակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ, տրվում են ամուր երաշխիքներ։ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ-ին անդամակցելու, սակայն կարող է անդամակցել Եվրոպական միությանը։ Բացի դրանից ԱՄՆ-ն դե յուրե ճանաչում է Ղրիմի, իսկ դե ֆակտո ամբողջ Լուգանսկի, նաև Զապորոժիայի, Դոնեցկի եւ Խերսոնի արդեն գրավված տարածքների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը։ Ուկրաինային է վերադարձում Խարկովի մարզը, նաև Կախովկայի ամբարտակը եւ Զապորոժիայի ատոմակայանը ԱՄՆ վերահսկողության ներքո, իսկ էլեկտրաէներգիան բաշխվում է երկու կողմերին։ Ռուսաստանի նկատմամբ 2014-ից ի վեր սահմանված պատժամիջոցները հանվում են։ Մինչդեռ Ուկրաինայի ու եվրոպական երկրների առաջարկների դետալները էապես տարբերվում են։ Ըստ այդմ կողմերը պարտավորվում են լիակատար եւ անվերապահ հրադադար հաստատել երկնքում, ցամաքում եւ ծովում եւ անմիջապես սկսել բանակցել դրա մշտադիտակման պայմանները ԱՄՆ առաջնորդությամբ եւ երրորդ երկրների աջակցությամբ։ Ուկրաինայի օկուպացված տարածքների հարցերը քննարկվում եւ լուծվում են հրադադարից հետո։ Դրանց շուրջ բանակցությունները սկսվում են հիմք ընդունելով զորքերի շփման գիծը։ Ուկրաինան ազատ է անդամակցել Եվրոպական միությանը։ Ուկրաինան ստանում է անվտանգության ամուր երաշխիքներ, այդ թվում ԱՄՆ-ից, նույնիսկ եթե կոնսենսուս չկա ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ, ընդ որում Ուկրաինայի տարածքում օտարերկրյա ուժերի ներկայության զենքի եւ գործողությունների վերաբերյալ որևէ սահմանափակում չպետք է լինի։ Բացի դրանից երկիրը վերականգնում է Զապորոժիայի ատոմակայանի եւ Կախովկայի ամբարտակի վերահսկողությունը ԱՄՆ-ի մասնակցությամբ։ Ռուսաստանը վերադարձնում է ապօրինաբար տեղահանված ուկրաինացի երեխաներին, տեղի ունենում ռազմագերիների փոխանակում, բոլորը բոլորի դիմաց սկզբունքով։ Այսքանն էինք նախատեսել այսօրվա համար, նորություններին հետևեք azatutun.am կայքեջում եւ սոցիալական մեդիայի մեր էջերում, իսկ լրատվական հաջորդ թողարկումը դիտեք վաղը ժամը 8-ին։ Հաջողություն։